Բոլորին ողջույն հարգելի ռադիոմենքի ունկնդիրներ, այսօր ուրբաթ է և ինչպես միշտ իմ համալսարանները հաղորդման հերթական թողարկում և այսօրվա իմ հյուրը ջութակահար Լուսինե Հարությունյանն է, ողջույն Լուսինե։ Բարև ձեզ։ Շնորհակալություն Լուսինե, որ գտար ժամանակ և եկար կիսվելու քո պատմության մասին, այսպես ասած։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Լուսինե ջան, ես կցանկանայի, որ դու ամենասկզբից պատմեիր, թե որ դպրոցն ես ավարտել։ Ես սովորել եմ հանրակրթական դպրոցում, ավարտել եմ հատուկ դպրոց Երևանի տեսողության խնդիր ունեցող երեխաների Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 14 հատուկ դպրոցը և զուգահեռ մի փոքր ուշ 4-րդ դասարանից սկսած ընդունվել եմ Սարաջևի անվան թիվ 4 երաժշտական դպրոց, 7-ամյա դպրոց է դա, այնտեղ սովորել եմ ջութակի բաժնում։ Այ Լուսինե, դու միաժամանակ երկու դպրոցում էիր փաստորեն սովորում։ Այո։ Այ հեշտ է սովորելը միաժամանակ համընտեղ։ Չէ, սովորելը դժվար էր, քանի որ ես գիշերում էի հատուկ դպրոցում և շաբաթվա ընթացքում գալիս էին ծնողներս, տանում էին երաժշտական, նորից բերում էին դպրոց։ Ջութակս գտնվում էր հենց իմ հատուկ դպրոցում, ես այնտեղ պիտի կարողանայի մի քիչ այնտեղ պարապեի, հետո շաբաթ կիրակի բերում էի ջութակը տուն, տեղ էի պարապում էի տանը։ Շատ տանջվել եմ առաջին տարիներին, շատ դժվար էր, ինքս մի քիչ էլ ծուլանալով, դժվարություններ չէի ուզում հաղթահարել, բայց մի կերպ սովորեցի այդ 3 տարիները, մինչև որ արդեն էլ չէի գիշերում դպրոցում և արդեն տանը ինձ համար հանգիստ պարապում էի, հետո ավելի մեծացել էի, հետո ավելի սկսեցի սիրել գործիքը, սկսեցի ավելի հետաքրքրությամբ զբաղվել այդ ամեն ինչով, նաև դա նրանից էր, որ ես արդեն ոչ միայն գնում էի, ուղղակի պարապում էի, սովորում էի, նաև լսում էի ռադիո, լսում էի երաժշտություն, անցնում էի արդեն երաժշտական գրականություն, ուսումնասիրում էի հանրահայտ կոմպոզիտորների կյանքը և դա էլ էր ինձ օգնում արդեն սիրել այն ամեն ինչը, ինչով որ ես զբաղվում էի։ Այ Լուսինե ջան, դու քանի որ փորձ ունես երկու դպրոց միաժամանակ սովորելու ու շատ լավ կարաս ոնց որ համեմատություն անես, որտեղ էր ավելի լավ, որտեղ էր ավելի հաճելի քեզ սովորելը։ Ցավոք սրտի պետք է նշեմ, որ իմ երաժշտական դպրոց սովորելը իմ հանրակրթական դպրոցում այդքան էլ չէր ողջունվում և հանրակրթական դպրոցի ադմինիստրացիան, թե ուսուցիչներից ոմանք շատ էին քննադատում իմ երաժշտական դպրոց սովորելը։ Ինչո՞վ էին դա պայմանավորում։ Իրենք, որովհետև կար մի կարծրատիպ, սանց ընդունված ուղղակի չտեսնողների, թույլ տեսնողների մեջ, որ յուրաքանչյուր չտեսնող, երբ որ ինքը սովորում է հանրակրթական դպրոցում, հետո ավարտում է դպրոցը, ինքը անպայման պետք է գնա, բարեբախտաբար այն ժամանակ աշխատում էր այդ հաստատությունը, կույրերի կոմբինատ։ Ինքը այն ժամանակ գործում էր և ոչ մեկ չգիտեր, որ Սովետական միությունի փլուզումից հետո այդ կոմբինատը պիտի փակվի։ Եվ դրա համար համարվում էր, որ բոլոր չտեսնող և թույլ տեսնող մարդիկ իրենք պետք է գնան կոմբինատում աշխատեն։ Եվ նույնիսկ մենք մեր դպրոցում ունեինք աշխատանքի ուսուցում դասընթացը, որտեղ մենք սովորում էինք տարբեր ներդիրներ հավաքել, տարբեր ինչ-որ սենց։ Այսինքն այն ամեն ինչ ինչ-որ կոմբինատում, պետք է ավելի զարգացնենք, ավելի ուրիշ բաներ սովորենք, բայց դպրոցում արդեն ինչ-որ բաներ սովորեցնում էին մեզ, կոմբինատի համար էին պատրաստում։ Նույնիսկ ասեմ, բարձր դասարաններում, 10-րդ, 11-րդ դասարաններում այդ աշխատանքի ուսուցման դասը արդեն այդ դասընթացին տրամադրված էր 6, 7, 8 ժամ։ Այսինքն կարող է մի օր ամբողջ օրը դու մենակ աշխատանքի ուսուցում ունենայիր, էլ ուրիշ ոչ մի առարկա։ Կամ բաժանված լիներ շաբաթվա մնացած օրերի մեջ 2-2 ժամերով եւ այլն։ Այսինքն դա շատ մեծ կարեւորություն էր այդ առարկային
տեղ էին տալիս դպրոցում։ Իսկ այ ոնց էր դու զգում այդ ժամանակ, երբ որ դու սովորում էիր այդ դպրոցում։ Դպրոցում ես ինձ շատ վատ էի զգում, միգուցե դա երեխա մարդ տեսակից էլ է գալիս, ես շատ ճնշված էի, շատ ավելի ոնց որ տնական մարդ էի, շատ կարոտում էի տունը, շատ նեղվում էի, որ ես մնում եմ դպրոցում, նմանացնում էի դա ավելի ոնց որ մանկատան ապրող երեխաները, որ շատ կարոտ են տանը եւ այլն, չնայած իմ ծնողները ամեն ինչ արել են, որ ես այդ կարոտը չզգամ, այդ բացը չզգամ, իրենք շաբաթվա մեջ գալիս էին դպրոց, ինձ տեսնում էին, երևում էին այնտեղ, հետաքրքրվում էին ինչպես եմ ես ապրում, սովորում, ինչպես եմ գիշերները քնում, չեմ մրսում եւ այլն, իմ ծնողները ամեն ինչ անում էին, ինչքան որ կարող էին, բայց ես շատ էի իմ մարդ տեսակներ երևի դա այդպիսին էր եւ դա նաև նրանից էր, որ եթե մեր դպրոցում ամեն ինչ լիներ լավ, ես միգուցե այդպես ինչ չէի զգա, բայց քանի որ ես այնտեղ զգում էի շատ նսեմացած, ճնշված, այնտեղ ասում են ներառական կրթությունը լավ չի, որովհետեւ հատուկ դպրոցում հատուկ վերաբերմունք կա, բայց այդպեսի բան չկար, մանավանդ այդ սովետական ժամանակ այդ պիոներ, կոմերիտական, այդ Սպարտայի այդ մի տեսակ այդ դեսպոտիզմ, չգիտեմ ինչ ասեմ, որ ճնշել իրար մեծերը փոքրերին, ահա այդ շատ լավ էր տարածված մեր դպրոցում այն ժամանակ։ Հիմիկվա մասին ոչինչ չեմ ասում, թող մեր ունկնդիրները հանկարծ, ասենք ինչ որ մեկը լսի այս հաղորդումը, չմտածի, որ ես քննադատում եմ, ես հիմա գիտեմ, որ ամեն ինչ ավելի շատ լավ է։ Ու մեկ էլ մի բան էլ նաև ասեմ, որ հիմա երբ որ մեր դպրոցում ինչ որ մեկը մի շնորհք է ունենում, ինչ որ երաշտական դպրոցագնում կամ ինչ որ ձերքի աշխատանքն է լավ անում կամ ինչ որ միշտ ողջունվում է մեր դպրոցում այդ ամեն ինչը։ Հիմա այդպիսի բան չկա։ Իսկ այն ժամանակ նույնիսկ ես երբեք չեմ մոռանա, երևի երեխայի մոտ, որ մի բան տպավորվում է, ինքը հետո ամբողջ կյանք հիշում է այդ ամեն ինչը։ Միանշանակ։ Ես լավ հիշում եմ այն արտահայտությունը, որ մեր դպրոցի ուսմասվարը, դե հիմա ինքը էլ չկա, ինքը ինձ նույնիսկ ասում էր, որ քո երաշտական դպրոցը քեզ կփչացնի, դու, չգիտեմ, լավ մարդ չես մեծանա, հետո շատերը դա վերագրում էին, որ դու կմեծամտանաս, դու գիտես, թե դու երաշտական դպրոց ես գնում, ուրեմն դու մեզնից լավն ես, դու ավելի լավն ես, դու ով ես, ինչ է քեզ քո երաշտական դպրոցը տալիս։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, Լուսինե ջան, որ այն ժամանակ իրանք ավելի շատ փորձում էին, եթե կոպիտ չարտահայտվեմ, ավելի շատ նվաստացնեին անձին։ Այո։ Լավ, այս կցանկանայի, որ դու մի փոքր նաև պատմեիր այն դպրոցի մասին, որտեղ դու ստացել ես երաշտական կրթությունը։ Այ ոնց էր դու այդ դպրոցում քեզ զգում։ Սկզբից իհարկե ես դժվարությամբ ընդունվեցի, քանի որ մեր դպրոցի տնօրենը չէր ուզում ընդուներ, քանի որ ինքը չէր պատկերացնում չտեսնող մարդը ինչպես պիտի երաշտական դպրոցում սովորի։ Հետո եթե նույնիսկ տնօրենը լավ մարդ էր, բայց ինքը ասում էր, եթե ես նույնիսկ համաձայնեմ, ուրիշ ուսուցիչ ով կուզի պարապի ձեր երեխայի հետ։ Եվ մի ուսուցիչ գտնվեց, մենակ այդ ամբողջ ուսուցչական կազմի մեջ, որ համաձայնվեց, որ ինքը ինձ հետ կպարապի, քանի որ շատ բարի անձնավորություն էր, շատ մարդ տեսակով, շատ մեծատառով մարդ, ես մինչև հիմա շատ շնորհակալ եմ իրան ամեն ինչի համար, բայց դա միայն այդ առաջին հենց սկիզբն էր, որտեվ հենց ես ընդունվեցի, մի քանի ամիս հետո արդեն նախ իմ ուսուցիչը հենց ինքն էր արտահայտվում իմ ծնողին, թե ընդհանրապես բոլորի մոտ, որ ես Լուսինեի հետ պարապում եմ, ես չեմ հոգնում, ես հանգստանում եմ դասերի ժամանակ, այսինքն ես շատ ուրախ եմ, ես իհարկե հասկանում եմ, որ ինքն էլ մարդ տեսակով շատ լավ մարդ էր, բայց ես նաև գիտեմ, որ ես ինքս էլ էի լավ սովորում, պարտաճանաչ ամեն ինչ կատարում էի իրենց բոլոր ուսուցիչների ասածները եւ մասնակցում էի բոլոր համերգներին, սովորում էի գերազանցիկ, ստանում էի ամեն տարի պատվոգրեր, այսինքն ինձ դա չէին անում ինձ համար խղճալով կամ ինչ որ ես չէի տարբերվում։ Ես դու ավելի այդ ժամանակ դու զգում էիր, որ դու արժանի էի։ Այո, ես զգում էի, որ ես արժանի եմ եւ ի տարբերություն մեր դպրոցի, ես երաշտական դպրոցում չէի զգում, որ ես չեմ տեսնում, իսկ մնացածը տեսնում են։ Իսկ մեր դպրոցում ես զգում էի, որ կույր մարդը, այնտեղ չտեսնող մարդը ինձ կարող էր ասել դու կույր ես։ Ու այնտեղ մեր հանրակրթական դպրոցում բոլորը իրար շահագործում էին, բոլորը մենակ թե ինչ որ մի խոսքով այն որ փոս են փորում ոտի տակ, այդպիսի բաներ էին անում։ Երաշտական դպրոցում ամեն ինչ շատ այլ կերպ էր։ Երեխաներից սկսած, ուսուցիչներից, այսինքն բոլորը
միանշանակ ես կարող եմ ասել, որ ես ունեի այնտեղ հարգանք, ինձ գնահատում էին, սիրում էին եւ ըստ արժանվույն ես գնահատվում էի այնտեղ իմ ամեն ինչով։ Փաստորեն ստացվում է այդպես, որ դու հատուկ դպրոցում սովորում էիր, բայց այնուամենայնիվ դու այդ դպրոցում քեզ զգում էիր ոչ լիարժեք։ Իսկ այն դպրոցում, որը ոչ մասնագիտական ուսուցիչներ ունեին, ոչ իրենք պատրաստված էին ուսուցանել տեսության խնդիր ունեցող երեխաների հետ, այդ դպրոցում դու քեզ ավելի լիարժեք էիր զգում։ Այո։ Շատ կարևոր փաստ է։ Շատ լավ, իսկ ինչու էր պայմանավորված Լուսինե ջան ջութակահար դառնալու։ Հանրակրթական դպրոցում ունեինք երգի ուսուցչուհի, որը քիչ թե շատ ինչ որ երաշտական մի քիչ կրթությունը ինքն է ինձ տվել, այսինքն երգ է սովորացրել ինչ որ ռիթմիկա, նոտաներ մի քիչ, ինչքան որ ինքը կարող էր, եւ ինքը ուղղակի բացահայտելով իմ ոնց որ բացառիկ լսողությունը, որ ասում են абսոլютный слух, այդ տաղանդը իմ մեջ, տաղանդ չէ, շնորհ, հա։ Ինքը ուղղակի խորհուրդ է տվել իմ ծնողներին, որ ինձ տանեն երաժշտական դպրոց, եւ խորհուրդ է տվել, որ ոչ թե դաշնամուրի, այլ ջութակի։ Չգիտեի ջութակը ինչպիսի գործիք է, ինչպես է նույնիսկ միգուցե աղոտ կերպով հնչում, լավ չէի պատկերացնում դա ինչ գործիք է, միգուցե ռադիոյով լսել էի ջութակի ձայնը, բայց կարող է չգիտեի, որ դա ջութակ է։ Կամ գիտեի, բայց չէի պատկերացնում ինչ է դա, ինչպես է նվագում, դժվար է, հեշտ է։ Եվ ինձ համար հետաքրքիր էր երեխայական ուղղակի հետաքրքրություններ, որ հա գնամ ընդունվեմ ջութակի եւ այդպես ուրախ էի, բայց հետո իհարկե շատ առաջի տարիները ինձ համար դժվար էր, ես շատ տանջվում էի, հետո դա բայց դա արդեն ոչ թե իմ զուտ չտեսնելու հետ էր կապված, այլ դա բոլորի մոտ էլ դա լինում է, որ երբ որ ծնողները ստիպում են, որ պարապի, հետո երեխաները չեն պարապում, չեն ուզում, կամ ինչ-որ դժվարություններ, ուզում են միանգամից ամեն ինչ ստացվի, բայց չի ստացվում, բայց ասեմ, որ պարապելու այդ ընթացքը, այդ process-ը ինձ հոգեհարազատ չէր, ես չէի ուզում պարապեի, բայց սիրում էի իմ բոլոր քննությունները, համերգները, երբ որ ես մասնակցում էի քննություններին, միշտ ասենք բոլորը վախենում էին, վախենալով էին մտնում դասարան, այնտեղ նվագելու։ Ես միշտ ասում էի, ինձ գցեք առաջինը, ես ուզում եմ, ես չեմ վախենում։ Ու իմ համար դա միշտ տոն էր, քննությունները, համերգները, այդ բոլորը, այդ ամեն ինչը, դաշնակահարի հետ փորձերը, պարապելը, հա, միասին նվագակցողի հետ։ Այսինքն այդ իմ համար միշտ եղել է տոնական ինչ որ լավ լուսավոր օր էր։ Ես միշտ լուսավոր զգացմունքով եմ հիշում իմ երաժշտական դպրոցի տարիները, շատ շնորհակալ եմ իմ բոլոր ուսուցիչներից եւ շատ ուրախ եմ, որ ես իմ կյանքում ունեցել եմ այդ 7-8 տարիները, որտեղ 8-րդ տարին էլ ինձ իմ տնօրենը ուղղակի որպես լավ աշակերտ պահել էր երաժշտական դպրոցում, որ ես ավելի շատ կրթություն ստանայի, ավելի շատ պարապեի, ավելի Լուսինե, այն ժամանակ է, որ դու բարձր եղել էին դժվարություններ, եղել էին, ասենք, որ երեխա էր եղել կամ միգուցե նեղվել էիր, եղել էր պահ, երբ որ դու գտել էիր քո մեջ ուժ ու փորձել էիր այդ դժվարությունները հաղթահարել։ Սկզբից ստիպելով, հետո երբ որ ես արդեն մի քիչ մեծացա, արդեն սկսեցինք անցնել այնպիսի առարկա, որը երաժշտական գրականություններ, հետո ես սկսեցի լսել ռադիո, սկսեցի լսել երաժշտություն ավելի շատ դասական, իմանալ տարբեր կոմպոզիտորների կյանքի մասին, իրենց գործունեության իմիջայլոց, դա ոչ միայն ինձ օգնեց երաժշտական դպրոցում ավելի հաճույքով գնալ երաժշտական դպրոց, պարապել, այլ դպրոցում ես ամենակարևորը ես պետք է շեշտեմ, որ երբ որ ես դպրոցում արդեն այն ժամանակ 7-րդ, 8-րդ դասարան էի, իմ մարդ տեսակը, իմ ինքնահաստատումը, ես կասեի 180 աստիճանով ուղղակի փոխվելը, ես փոքր ժամանակ այդպիսին չէի, ինչպիսին ես հիմա կամ, այդ ամեն ինչ, այդ երաժշտությունը ինձ օգնեց ուղղակի կազմավորվել, ինքնահաստատվել եւ դառնալ այնպիսին, ինչպիսին ես հիմա կամ, ու ես շատ ուրախ եմ դրա համար։ Նույնիսկ դպրոցում հաղթահարել հենց հատուկ դպրոցում այդ բոլոր դժվարությունները, անկախ լինել, ամեն
ուրիշ կարծիքներից, չգիտեմ, ինչ որ թե երաժշտական դպրոցում, թե հատուկ։ Ես երաժշտական դպրոցում չունեի տենց դժվարություններ, որ ես հաղթահարեի, վատ էր ինձ եւ հետո լավ էր։ Ընդհակառակը այդ երաժշտական դպրոցը ինձ օգնեց, որ ես հատուկ դպրոցում ավելի փոխվեմ, ձևավորվեմ որպես մարդ, այո։ Չնայած որ Ինչը ինձ խանգարում էին, որ ես ոչ մեկ չէր ուզում, որ ես գնայի երաժշտական դպրոց։ Իրանք նույնիսկ չհասկացան միջևերջ, որ ես որպես մարդ ձևավորվեցի հենց երաժշտական դպրոցի շնորհիվ, ես կասեի այդպես։ Չնայած հատուկ դպրոցը պետք է այդ միսիան կատարեր եւ ինքը պետք է աջակցեր։ Ես հուսով եմ, որ հիմա դա այդպես չի, որտեվ ես իսկապես հիմա գիտեմ իմ ընկերների մեջ, շրջապատի մեջ, որոնք հիմա ինչ թեկուզ հատուկ դպրոցում սովորելով, թեկուզ հետո հասնելով ինչ-ինչ հաջողությունների, մեր հատուկ դպրոցի թե տնօրենի կողմից, թե ուսուցիչների միայն ողջունվում այդ ամեն ինչ։ Հիմա ես կուզենայեմ լսնել, որ մենք մի փոքր նաև խոսանք բարձրագույն կրթության մասին։ Այ ինչպես ստացավ, որ դու որոշեցիր սովորես Բուհում։ Ես բնականաբար, երբ որ ես ավարտեցի երաժշտական դպրոցը, ես պիտի գնայի Բուհ, սկզբից երևի պիտի գնայի երաժշտական ուսումնարան, հետո պիտի գնայի կոնսերվատորիա եւ պիտի դա լիներ Հայաստանում։ Ես չէի մտածում, որ ես ինչ-որ ուրիշ տեղ պիտի գնամ։ Լուսին ջան, դա որ թվականներն էր։ Ուրեմն ես ավարտեցի սկզբից երաժշտական դպրոցը 91 թվականին, հետո ավարտեցի 92 թվականին հատուկ դպրոցը եւ հետո հարց առաջացավ, թե ես ուր եմ գնում։ Մի քիչ հետաքրքրվելով, որ երաժշտական ուսումնարան գնացին, իմ ծնողները հարցրեցին, ասեցին, որ այսպիսի երեխա է, պիտի գա ընդունվի։ Գնացին կոնսերվատորիա, այնտեղ էլ հետաքրքրվեցին, իհարկե այնտեղ սկսեցին ասել, որ ինչպես նա պետք է սովորի, օրինակ սոլֆեջոյի ժամանակ, ինչպես ինքը պետք է այնտեղ սոլֆեջոյի ժամանակ կա մի ինչ-որ վարժություն չէ, այսինքն բացի նրանից, որ ասենք վերցնում ենք ինչ-որ երաժշտական փոքրիկ համարներ, սովորում ենք անգիր նոտաներով, հետո գալիս ենք երգում ենք, հա, ձայնի միջոցով, կար այնտեղ թերթից ընթերցում մի այդպիսի վարժություն, հա, սոլֆեջո առարկան այդպիսի մաս ունի։ Ես դեռ չգիտեմ։ Եվ իրենք ասում էին, բա ինքը ո՞նց է վերցնելու տեսնողական գիրքը եւ թերթից ընթերցում անի, մենք էլ ասում ենք, բայց մենք կարանք չանենք դա, որովհետեւ դա համարյա նույն բանն, ասենք թերթից ընթերցումը նա է, որ դու անգիր ուղակի բացես նոտաները ու երգես, իսկ մյուս տարբերակը նա է, որ դու սովորած արդեն գաս անգիր երգես։ Իրենք ասում են, չէ, բա թերթից, այսինքն տենց ինչ-որ մանր բաներից էին կպնում։ Մարդիկ դասախոսները եւ կարելի ասել այդ ժամանակ կոնսերվատորիան դեռ պատրաստ չէր ընդունել։ Պատրաստ չէր, բայց մենք ասում էինք, որ ես ավարտել եմ սովորական երաժշտական դպրոց։ Ինչն է ձեզ խանգարում, որ ես գամ նաև այդտեղ սովորեմ, չէ՞ որ ես սովորական երաժշտական դպրոցը ավարտել եմ ու բոլորից լավ։ Այսինքն սովորական երաժշտական դպրոցում ես ինչպես էի այդ նոտաների նոտագրություն, այդ ոնց էի հաղթահարում։ Ես իմ ծնողները սովորել էին նոտաները, նոտագրությունը, մայրիկը սովորել էր։ Ինձ որ տալիս էին ինչ-որ մի նյութ, ջութակից, թե դաշնամուրից, թե ինչ-որ մի բանից, կամ մայրիկը ինձ թելադրում էր, ես գրում էի։ Իհարկե ես այն ժամանակ նոտաները շատ չգիտեի, մի քիչ, ինչքան որ իմ երգի ուսուցչուհին սովորացրել էր, ես էի ինչ-որ նշաններ հնարում, որ այս պահին այս նշանը կդնեմ, կհասկանամ, որ ես այս բանն եմ ուզեցել ասեմ, հա, նոտա, այսինքն համակարգներից։ Ես էի իմ համակարգը ստեղծում, փակագծերի մեջ էի վերցնում, մի քիչ կողքը գծիկ էի դնում, չգիտեմ, որտեվ ես բրալյան չգիտեի նոտաները։ Ինչքան գիտեի դա էր։ Այսինքն Լուսնե ջան, դու այնուամենայնիվ չընդունվեցիր Չընդունվեցի, որովհետև այդ պահին այդ ցուրտ ու մութ տարիներն էին, երբ որ Մոսկվայում ինչ-որ փառատոն եղավ, հետո մի անգամ էլ ինչ-որ միտեղ մի բան եղավ, եւ մենք մեկ էլ թերթերից իմանում ենք կամ ռադիոյով հանկարծակի ինչ-որ մեկը լսեց, որ այստեղ այս ինչ փառատոնն է եղել ֆիզիկական խնդիր ունեցող երաժիշտների համար, ու ուղղակի մեր ծնողները իմ որոշեցին, որ այստեղ միգուցե ինչ-որ նամակ գրենք Ռուսաստան, տեսնենք իրենք ինչ խորհուրդ կտան, ոնց մենք մասնակցենք այդ փառատոններին, մենք չէինք էլ մտածում, որ մեզ կհրավիրեն ինչ-որ միտեղ սովորելու, մենք չգիտեինք տենց բան։ Եվ ծնողները գրեցին նամակ։ Իրանք գրեցին նամակ Մոսկվայի մշակույթի նախարարություն, գրեցին նամակ, որ այսպիսի երեխա ունենք, այսքան տարի սովորել է երաժշտական դպրոցում, հիմա էլ ուզում է գնա կոնսերվատորիա, բայց կամ ուսումնարան, բայց
հիմա ինչ անենք, որ ու նաև մենք իմանում ենք, որ Ռուսաստանում փառատոներ են լինում, բայց մենք մեր տեղեկատվությունը, քանի որ շատ թույլ է, մենք հիմա այնպիսի երկրում ենք ապրում, որ հնարավոր չի, չենք իմանում, ոնց անենք, որ մասնակցենք։ Եվ ինչ արեցին։ Եվ կրթության մշակույթի նախարարության աշխատակիցը, որ զբաղվում էր այդ հարցերով, ինքը մեզ գրեց նամակ, որ շատ ուրախ ենք, որ Հայաստանում կա այդպիսի երեխա, եւ մենք ձեր նամակը կուղարկենք այնտեղ, որտեղ որ պետք է, թե որտեղ էր պետք, ինչեր մենք չգիտեինք։ Եվ ուղղակի մի ամիս հետո, դա 94 թվականի հունվարն էր, Մոսկովский государственный специализированный институт искусств, այդ հաստատության պրոդեկտորը մեզ գրում է նամակ, Մոսկվայում կա այսպիսի ինստիտուտ, որը 91 թվականին է ստեղծվել։ Ինչով էր ինքը առանձնատուկ այդ ինստիտուտը։ Ինստիտուտը հատուկ ֆիզիկական խնդիր ունեցող անձանց համար էր, հատուկ բարձրագույն հաստատություն, որտեղ կարող են լիարժեք կերպով սովորել մարդիկ, որոնք ուրիշ բուհերում այդ ներառական կրթության սահմաններում չեն կարող սովորել։ Այսինքն այդ ժամանակ արդեն Ռուսաստանում կար այդպիսի կար 91 թվականից ինքը ստեղծվել էր, այդ բացի այդ ինստիտուտից մենք գիտեինք, որ Պրագայում կա կոնսերվատորիա տեսողության խնդիր խանգարում ունեցող անձանց համար։ Գիտենք, որ Կուրսկ քաղաքում, այդ իհարկե դա Կուրսկը հետո իմացա, որ ես Մոսկվայում սովորում եմ, իմացա, որ մեր բոլոր այդ ուսանողները, որոնք գալիս էին ընդունվում Մոսկվա, իրենք մեծ մասը Կուրսկից էին գալիս։ Այսինքն Կուրսկում սովորած ուսանողներն էլի տեսողության խնդիր ունեցող անձանց համար տենց ուսումնարաններ երաշտական, ինքը երաշտական կոնկրետ ուսումնարան։ Այլուսնե ջան, հաստորեն ստացվում է, որ դուք նամակների միջոցով կապ հաստատեցիք եւ հետո դուք գնացիք քննություն հանձնելու։ Շնորհակալություն լուսնեմ, որ եկար կիսվեցիր քո փորձով, քո հարուստ փորձով ու ես կարծում եմ, որ շատ կարևոր է, երբ որ անձը իմանում է ինքը ինչ է ուզում ես կյանքում, ինչն է ուզում սովորի, այնուհետև ընտրում այդ մասնագիտությունը, այն համալսարանը եւ սովորում է։ Շնորհակալություն լուսնեմ, որ նորից որ եկար, կիսվեցիր ու հույսով եմ, որ մենք նորից քեզ կհյուրընկալենք մեր ստուդիայում։ Հարգելի ռադիոընկերներ, եւ հիշեցնեմ, որ իմ համալսարանի հաղորդման հյուրն էր ջութակահար Լուսինե Հարությունյանն էր։ Շնորհակալություն, ձեզ հետ էր Ռոդոլֆը։